Այն էլ ինչքան էի սիրուն աղջիկ, ժամանակի լատից։ Բայց ժամանակի ջայր որ ջայրներն էլ սիրուն են ելում։ 16-ում ճոճկանեցի գեղեցկուի Ջուլիետային գովելի 3 դիպլոմով փեսացու հանդիպեց, խելքը կերան ու անսեր ամուսնացրին։ 16-ում ինձ սիրահարվել աղջիկ։ Դու խելք քվակվեի որ սիրահարվեմ։ Չէ, ասի, չունեի սիրած, չմնացել։ Ամոթ էր, ով սիրահարվեց ամոթ էր։ Ոնց կարելի էր սիրահարվել ամոթ հանգտային ժամանակ։ Ջահել անմեղ գեղեցկուհին քաղաք գնալու սովորելու ցանկություն ունեցավ, երբ արդեն ամուսնացած էր ու քաղաքում տեքերոջ տանը հյուր։ Տեքրոջ 7-րդ հարգում ապրում, արքայական, աղայական ապրում, ասում եմ, վախ ինչ լավ է, ես էլ քաղաք կապրեի։ Մինչ խելքի եկավ սովորելու մասին մտածեց արդեն ուշ էր, երեխաներ, մեծ ընտանիք ու հոգսեր, բայց բախտն իր կողմից էր, սկեսուրը գիր ու գրականությունը կարևորեց ու հարսին անգամ պատճառավոր ժամանակ գիշերային դպրոց ուղարկեց, որ մի թղթակտոր ունենա։ Կոլխոզում աշխատանքից հետո սովորելը հեշտ չէր, բայց ճարպիկ Ջուլիետան ամեն ինչ գլուխ բերեց։ Միայն թե հիշում է հայրը վերջին պահին արդեն փոշմանել էր 16-ում երեխային հրաժեշտ տալը պարզվեց ծանր է։ Արի լավն է, այս տղան լավն է, հարուստ է, մեծ ընտանիք է, լավն է, բերեք ամուսնացնենք քեզ, ինչ կլինի։ Լաթո, ուրեմն, տես ստացեց այն մի հատ երևի բացատրեմ էր դա ոնց էր հայրս ամուսնացրեց, նշանեց, որ արդեն ստանում էին հարսանիք սա, ճղայնությունից բաժակը արաղի վերցեց, որ պիտի օրհնի, լցրած բաժակ խփեց գետին չեն տարի ու վերջ, արդեն փոշմանել եմ, ճոգում ես ինչ կատա, բայց արդեն գնացել էի ամուսնացրին ինձ այդտեղով։ Ուշքը դեռ խաղում, միտքը հեռուներում, մեծ ընտանիք հարց եկած Ջուլիետան ճոճկանում, ինչպես բոլոր հարսներ, նորն անցկացրեց աղբյուրի ճանապարհին։ Սակավաջուր գյուղում հարսների օր նոր չէր, բախտն անիծելով ջուր էին կրում ու կրում։ Գնում էինք հերթենք, անվեդրոները դնում էինք, ու վեդրոքեր համարներ կրում, ես համարում ես եմ, որը հերթս գալը ծրեմ։ Այդ ձևով այն եղել, ջուրը չի եղել։ Այսինքն այս պայմանները, որ հիմա կա, չենք ունեցել մենք։ Այ մի պայմաններին, չէ՞ մեր պայմաններին։ Ջուրը ունենք, լույսը ունենք։ Ասֆալտապատում, համատուտես եկաք փողոցներով եկաք, երևի եկաք։ Դե մեր փողոցները ոնց է։ Մեր հիմա բաղանիսը շատ կներեք, հետո բաղանիսս կա, հարմարությունս կա։ Իսկ այն ժամանակ մենք վեդրոներով բերում, այդ վեդրոներով ջուրը պետք է օգտագործենք, այսինքն ոչ թե մի անգամ, այդ ասենք պոլ ամանը լվացածի ջուրը, պոլն էինք սրբում, այ մեր ուղեղը, վայ։ Այդ ամանների ջրով դու պատկերացու յուղոտել պոլը մաքրես, հետաքրքիր։ Հետաքրքիր տիծաղում ես, հիմա տիծաղ ինձ վրա աղջիկ ջան տիծաղի։ Հավեսի տիծաղ։ Մենք այդ ջուրը օգտագործում էինք 3 անգամ։ Այսինքն եւ ամանին, եւ կարող ենք շորել, միգուցե շորել լվանեինք, կամ այս դեպետի ջուրը որ կեր, ես բերեի դեպետով լվանեի։ Ահա։ Էմի ավտոմատ, հնա գծեցի մագադա մի րոպե, խնդրում թավը տար մեքենան դե մեծ կինեմ չեմ կա կնոպկին, սխմեմ որը խառնեմ միկել վառեմ ինչ անեմ։ Մագադա մի հատ այդ կնոպկին սխմի շորերը փոխածա։ 10 րոպե պատրաստ, 10 րոպե դուրս չորա, մաքուր ակուրատ։ Հիմա մեր պայմանները լավ է։ Չենք դժգոհում մեր պայմաններից հիմա։ Ու այդ անջուր տարիներին մի առանձին դժվարություն էր հնուց եկած ադատները պահելը, մանավանդ ոտքեր լվանալու։ Այն ժամանակ պետք է կեսարիդ հետ չխոսքան լինի, այսինքն չխոսած, հացը բերես տնես, առաջին համրի նման գնաս, դա էր, կամ հարցես եկեր, այսօր պետք է այդ ոտքերի ջրի լականը լցրես, մի ով ոտքեր լվանում բաղանից մտի լողացի, լականը ջրով լցրես, բերես, որ ինքը դու կռանաս իրա ոտքերը լվաս, ուրեմն ես ունեմ 2 տեքր, բացի ամուսինս 2 տեքր, ասինքն Սերոջ Շեբալոց, այդ մեծ տեքրը հյուր է եկել Երևանից, հիմա ես լականով ջուրը տարել եմ, որ իրա ոտքերը լվանամ, վայ հարցես ինչ ես անում, որ ասի թե ասում են մեծ պետք է ոտքերը լվամ, որ քնես, ասաց ինչ ոտքեր, լավ հեն կողմանցի, ասավ չէ չի կարելի, ասա ոտքեր լվան ես կարողանում եմ, ինձ հրետ է գողմն ու ասա դե դավա ես կլվանամ ոտները, գնային կրան նստի խելոք, ասեմ մեկ բարբարո, գնային կրանը խելոք ես համար նստի դիվանին, հետո ինքը իրա ոտքերը լված, բայց այդ ձևն էր։
Հիմա հարսների կյանքը հեշտ է, իրենց ասածն էլ օրենք, ասում է տատն ու գովաբանում իր սիրելի հարսին, որին տղան փախցրել է, բայց այնպես է ստացվել, որ տատի սրտով է եղել։ Իմ հարսը շատ լավն է, դուս եկել, պատահաբար է, ինչ է իմը լավն է։ Ամուսինս նացել է խոտ հմտելու, տղես էլ ասա պապ, դե ես գնացեք խոտ հմտելու, ես կգամ ձեզ համար ջուրը կբերեմ։ Կանաստրով ջուր կբերեմ, որ դաշտում սառը ջուր կբերեմ, կխմեք։ Մենք ենք հնձում, ես հավաքում աշխատում ենք, սպասում ենք ծարավ ջուր չկա, տղա ջան, ես ուր ես, տղա դենդև ուր է հեռակ, որ ձանգ եմ ասեմ, արի ջուրը բեր, ով պետք է ջուր բերի, սպասում չկա, դկել ենք, ես խեղճ ամուսինս հայհոյելով, իջուս թուզելի աղացենք, հայհոյում, արես երեխեն ուր կորավ, արես տղեն ուր կորավ, արես տղեն ուր կորավ, դու մի ասա աղջիկա ուզում ալավերդից։ Գնացել է ալավերդի, աղջկան փախցրել, աղջկան տարել է ճոպան կա չէ, պասիրոկ էր իջնող ճոպանով իջացրել է, ներքև, այդ գնացել է, նստել է, ինձով է գնացել բանաձոր, կիրովականը, այսինքն, մեր նախկին կիրովական գնացել է, մի հատ հարևանն ենք, ախրման ենք գալի, մենք չգիտենք, բայց որ գնացած ահա, մի հատ հարևան զանգ եկավ, գիշերվա ժամ 12-ին զանգ եկավ ինձ, որ մայիս անումը տղետ, այս աղջիկը փախցրել է, գտնվում ես իստեղ, ման չգաք, չան հանգստանանք ինքը կգա։ Այդ աղջիկան փախցրել ենք, փախցրել է իր ուզածով շատ էլ լավ դուս է, ոնց ընտրել եմ, ոչ էլ մի բան։ Երեխեք չար, այսքան։ Հարսից գոհ է, բայց էլ ավելի գոհ է բախտից, Ջուլիետա տատը հպարտանում է իր 3 զավակներով, թոռներով ու հատկապես նրանց հաջողություններով, բայց միաժամանակ հիշում է երեխաներին կրթության տալու դժվարությունները։ Ճիշտն ասած, տղայս ուզում է իրավաբանական, փաստաթղթերը պատրաստ, որ պետք է գնա իրավաբանական, չստացվեց ինչ պատճառներով, երևի այն ժամանակ էլ փողով էր, ասենք էլ իրոք, չստացեց գումարը մեծ չկարողացավ, ինքը իրավաբան էր գնում։ Աղջկաս տարա բուժքույր եւ հանածորում, որ բուժքույրը սովորացնեմ, սովորող էր Նայրան էր սովորող, աղջիկս անունը Նայրան, ինքն էլ էր լավ սովորող, որոշեցի տանեմ աղջիկս այնտեղ սովորեցնեմ, աղջիկս կմնանդի կսովորի։ Մտավ ուրախ դուրս եկավ քննությունները, հանձել եմ մամ ջան, ընդունվելում 100%, ասի իրոք, այդ ինչ լավ էր ընդունվում ես։ Մեծ նստած սպասում ենք նստարանին դրսում, որ մեզ կասեն գնահատականը, Ղազարյան Նայրա 2, ասի 2, լավ թանում ես ռեխեն դոշից ես կպած, ես լավ եմ տեր 2-ա։ Այդ 2-ից հետո մեկը դուրս եկավ ինձ, մում է սավովա Նայրայի տնոցի ես, մենք ենք, ինչ հեղել որ, ասավլա կաշ կողմարի բան եմ ասում, մոտիկացա դասախոս է, ինչ ասում, ասում եթե դու 200, թե ինչքան գումար ասավ, կարամ հիշեմ, չգիտեմ, գումարը չեմ հիշում, բայց ասավ այսքան գումար, այս չինարին տենում ես, դիպլոմաս ձեռքից կկանեմ, կբերես այդ գումարը կտա, ասի ինչ, մեկ էլ կրկնի ասի, թե հա, ասի եղավ։ Թողի դուրս եկա, այսինքն գումարի պատճառով, այդից կննած գումարի պատճառով, սովորելն է կարևոր, ինչքան աշխատես, պիտի սովորելը ձեր կատարի։ Դիպլոմով թե առանց դիպլոմի կոլխոզ սովխոզի տարիներին կանայք էլ տղամարդկանց հավասար դաշտում աշխատում էին։ Կյանքն ուրախ էր մի տեսակ անհոգ, ծափ ծիծաղով 2 պարով դաշտ էին գնում ու մինչև ուշ երեկո աշխատում, բայց սիրտներն ուրախ, իրենք երջանիկ։ Ջուլիետա տատն էլ առաջավոր ակտիվիստ, որ առանձնակի սեր ուներ երգի հետ։ Սիրտս արագ է աշխատում, ոտքերս ինչ են թարգվում, հեռու մոտիկ լավ չեմ տեսնում, արդեն գիտեմ ծերացել եմ, հեռու մոտիկ լավ չեմ տեսնում, արդեն գիտեմ ծերացել եմ, շատ բժիշկների եմ դիմել, տերությունը չբուժեցի, հենց որ թոշակ նշանակին, հաստատվեցավ տերությունս, հենց որ թոշակ նշանակին,
հաստատվեցավ տերությունս, վերջի երկու տունը ստեղծագործել եմ ես հատուկ։ Ասենք 10 բրիգադ աշխատակ ավտոներով այդ Պոլտավիկ ավտոները ժամանակային նստում էինք, գնում աշխատանք, ամեն ավտոյի մեջ 18-20 մարդ տեղավորում են գնում դաշտերը աշխատելու։ Այ կանայք։ Ծանր ֆիզիկական աշխատանք։ Հիմիկ այս տարաշրջանում այս հետազոտում այդ մեր աշխատանքը տանը չի անում։ Գնամ տեն դաստում այդքան ավտոյքեր չկա մի տեղ բաներ։ Հիմիկ դրիվա մեքենա տանձնականով իրանց տանձնական հողը ունեն, ունա մշակում, դες դրի մամ աշխատանք սա, դες մշակում եմ։ Դաշտում աշխատանքը դեռ ամենածանրը չէր, ծանր էր, երբ առաջ հարսներն իրենց ամուսնու հետ ուսուսի տված տուն էին կառուցում, սվաղ ու բետոն անում։ Ամուսնանալուց հետո շատերի նման Ջուլիետան էլ ուրիշի նկուղում է ապրել, մինչև որ դժվարությամբ տուն տեղ են դրել։ Ես ամուսնացել եմ ուրիշի պատվալում եմ ապրել։ Ուրիշ որնա դեկորս պատվալ մրսում է բանի դերցում բան պատվալ ենք ունեցել, այդ պատվալում ապրել եմ, հետո բաժանվել ենք, մենք երկուսով մեզ համար բնակարան կառուցել, սա այդ բնակարան են կառուցել ու մեզ համար ապրել։ Երեք աղբերներին այս բնակարանները ստեղծել առանց տնողի մի մորով, այդքան արել ենք։ Մենք ոչ մեկս ուրիշին հույս չենք դել, ասենք մեր ամուսինը գնացել դաշտում աշխատել, իմը, ասենք երեկոյան եկել, ասել եմ ես շտերը, շիտը ասենք այդ փայտերը որ դնում ենք, որ ցեղը պետք է լցնենք, թե ասել եմ դու ես պատրաստի գնա աշխատանք, այսօր ես տանեմ, այս ցեղը ոնց եմ անելու ասա ու արել ենք։ Այ մենք, այո, այսօր քանդած եկա, գիտեք, տեսակ մեր դրտի գարարի մոտը կա, որ գնալուց կնայես, այդ իմարած բետոն։ Մեծ ցեղ արել են, ես դրել եմ, ասել եմ, սենց կանես այդպես, ու ցեղ արել օգնել ենք, ու մեր տունը կառուցել ենք աղջիկ ջան։ Շուտով 80 տարեկան է, բայց աշխույժ, կայտառ ու ասող-խոսող Ջուլիետան սիրում է աշխատանքը։ Շերեփը հանձնել է հարսին, ինքն էլ դրսում այգում է աշխատում, փորում, ցանում, մշակում։ Պատոնը ես էի ղեկավարում, լիմիտ ղեկավարելու ժամանակն է, որ ղեկավարեի։ Դե ցեշտ հանձնվել է։ Չէ, հանձնվել չեմ, աղջիկ ջան, ոչ թե հանձնվել եմ, այլ հարմարվել։ Հանձնվել ուրիշ է, հարմարվել ուրիշ, ես հարմարված եմ իմ ընտանիքի հետ։ Մեր գումարը եկա մեր տուն, մենք դասավորվում ենք, այսինքն այս գնաց նրան, այն գնաց նրան, այն գնաց նրան, մենք հարմարվում ենք մեր ընտանիքում, որ մեր ինչ տարբերություն հա, մենք այդ տարիքը մենք արդեն անցել ենք, այդ անցել ենք մենք, ու հասկանում ենք, որ պետք արդեն ինքը, արդեն հիմա որ ես գնամ խանութ, օրինակը բերում եմ, փողը ստացել են գնում եմ առևտրի։ Ասենք ում դուրը գա, որ իմ ջահելի երիտասարդին տեն գնամ ես խանութ ինձ համար առևտուր։ Ինչից պետք է առևտուրը որ պատրաստ բերում են, ուտում եմ, պարկում եմ, հագնում եմ, ինչից պետք է դա։ Այդ արել ենք մենք էլ մեր ժամանակը։ Մեր ժամանակում մենք ենք արել։ Ես խորհուրդ կտամ բոլոր կեսուր հարսներին, կեսուրներին եւ հարսներին։ Ամենը մնան իրար դերում։ Ասինքն հարսը հարս, կեսուր կեսուր։ Հարսը հարգի կեսուրին, կեսուրը հարգի հարսին։ Հիմա տես ինչ տարբերություն։ Մենք էլ ենք անցել այդ դարաշրջանը, մենք էլ ենք ապրել այդ տարիքնումը, մեր տարիքն էլ ա եղել երիտասարդ, մենք դերացել ենք։ Հիմա մեր տերությունը պետք է տանենք մենք, իրանք երիտասարդությունը։ Կյանքի մայրամուտին երկու ցանկություն ունի տատը, բոլոր թոռներին ամուսնացած տեսնի ու մեկ էլ բանասեր թոռնուհու գիրքը տպագրված։ Մի մարդ դուրս գա իր գիրքը տպագրելու համար, դա իմ երազանքն է։ Կատարվեց, չկատարվեց, ուրեմն գրած է, ես իմ եթե հնարավորություն ունենանք, կանենք, չունենանք, չենք անի, բայց կուզենայի դա։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, Ճոճկանից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։